Հարսնաձորի լեգենդը սերիալում իրադարձությունները մտնում են ամենահուզիչ ու վճռորոշ փուլերից մեկը։ Ամեն ինչ կարծես մի կետի վրա է հավաքվել և հիմա արդեն յուրաքանչյուր որոշում կարող է փոխել հերոսների ճակատագիրը։ Լիլիթի խոսքերը դառնում են հերթական մեծ ցնցումը։ Նա Սոնային հայտնում է, որ Հայկը որոշել է անվերադարձ հեռանալ երկրից։ Սա պարզապես որոշում չէ, սա փախուստ է անցյալից, ցավից, կոտրված վստահությունից։ Հայկը կորցնելով Վարոյին, հիասթափվելով Նարեից և ապրելով անընդհատ վտանգի մեջ, կարծես այլ ելք չի տեսնում, նրա համար հեռանալը դառնում է միակ ճանապարհը փրկվելու և վերջ տալու այս մղձավանջին։ Բայց Սոնան այն կերպարներից չէ, ով պարզապես կընդունի իրավիճակը, նա հասկանում է, որ եթե հիմա ոչինչ չանի, ամեն ինչ կկորցնեն։ Սոնան արդեն զգում է, որ Նարեի պահվածքի մեջ կա մի մեծ գաղտնիք և որ Հայկի հեռանալը կարող է դառնալ անդառնալի սխալ։ Այդ պատճառով նա չի հապաղում և շտապում է Նարեի մոտ։ Սոնա-Նարե հանդիպումը խոստանում է լինել չափազանց հուզական ու բեկումնային։ Սոնան, ով մինչ այդ կասկածների մեջ էր, հիմա ավելի հստակ է տեսնում իրավիճակը։ Նա փորձում է Նարեին արթնացնել, ստիպել նրան վերջապես ասել ճշմարտությունը։ Սոնան հասկանում է, որ Նարեն իրեն զոհում է, բայց այդ զոհաբերությունը կարող է կործանել բոլորին։ Նարեն սկզբում փորձում է լռել ինչպես միշտ, բայց այս անգամ իրավիճակն այլ է։ Հայկը պատրաստվում է հեռանալ և եթե հիմա չասի ճշմարտությունը, գուցե այլևս երբեք հնարավորություն չունենա։ Սոնայի խոսքերը, ճնշումը և ամենակարևորը ներսի ցավը ստիպում են Նարեին կանգնել իր կյանքի ամենակարևոր որոշման առաջ։ Հավանաբար հենց այս պահին Նարեն կկոտրվի և կասի այն, ինչ այսքան ժամանակ թաքցնում էր, որ նա սպասում է բալիկի։ Սա կլինի այն պահը, որը կարող է ամբողջությամբ փոխել սերիալի ընթացքը։ Եթե Նարեն հասցնի ասել Հայկին այդ մասին մինչ նրա հեռանալը, ամեն ինչ կարող է շրջվել։ Հայկը որքան էլ վիրավորված լինի, չի կարող անտարբեր մնալ այդ լուրի նկատմամբ։ Դա նրա երեխան է, նրա շարունակությունը։ Այդ լուրը կարող է կանգնեցնել նրան վերջին պահին, հենց օդանավակայանում, հենց մեկնելուց առաջ։ Բայց այստեղ կա նաև այլ վտանգ, եթե այս լուրը սխալ պահին բացահայտվի կամ եթե դրան զուգահեռ բացահայտվի նաև Նարեի մյուս գաղտնիքը կապված հոր անցյալի հետ, ապա Հայկի արձագանքը կարող է լինել անկանխատեսելի, նա կարող է զգալ, որ կրկին խաբվել է։ Միևնույն ժամանակ Արմոյի անհետացումը շարունակում է մնալ ամենամեծ հարցականը։ Եթե պարզվի, որ նա ողջ է և պարզապես սպասում է իր հարմար պահին, ապա Նարեի խոստովանությունը կարող է նրան դրդել ավելի վտանգավոր քայլերի, իսկ եթե Հայկն ինչ-որ կերպ կապ ունի նրա անհետացման հետ, ապա իրավիճակը կարող է վերածվել իսկական աղետի։ Սերիալը հասել է այն կետին, որտեղ բոլոր գծերը հատվում են՝ սերը, վրեժը, զոհաբերությունը, ճշմարտությունը։ Առաջիկա սերիաներում սպասվում են ուժեղ բախումներ Սոնայի ու Նարեի, Հայկի ու իր անցյալի և վերջապես ճշմարտության ու ստի միջև։ Մեծ հարցը մնում է բաց. կհասցնի Նարեն կանգնեցնել Հայկին իր խոստովանությամբ, թե նա կհեռանա, չիմանալով, որ իր հետևում թողնում է ոչ միայն սիրած կնոջը, այլ նաև իր դեռ չծնված երեխային։ Մի բան հաստատ է, այս փուլից հետո Հարսնաձորի լեգենդն այլևս նույնը չի լինելու։ Իսկ մինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանաք միանալ մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Չմոռանաք նաև տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել, թե այս հեռուստասերիալում որ կերպարին ու որ դերասանին եք ամենաշատը հավանում և որ կերպարի ու դերասանի մասին կցանկանայիք ավելի շատ տեղեկատվություն ստանալ, իսկ մենք ձեզ համար կպատրաստենք նոր ու հետաքրքիր տեսանյութեր, որոնց միջոցով կբացահայտենք շատ հետաքրքիր գաղտնիքներ։ Մնացեք մեզ հետ, միացեք մեր ալիքին ու եղեք տեղեկացված։ Իսկ հեռուստասերիալում իսկապես իրադարձություններն էլ ավելի թեժանում ու էլ ավելի հետաքրքիր են դառնում։ Կարծեք թե Նարեն որոշել է դեմ դուրս գալ հորն ու Արմոյին։ Նա հոր երեսին ասում է, որ չի ցանկանում ամուսնանալ Արմոյի հետ, որ նա չի ցանկանում մեկ սխալից ազատվելու համար այլ սխալներ անել։ Բնականաբար, սա նրա եղբոր Վռամի խոսքերն են։ Վռամը քթի տակ ուրախանում է, որ Նարեն իրեն համարձակ ու հետաքրքիր է պահում։ Բնականաբար, Վռամը որպես եղբայր երբեք չէր ցանկանա իր քրոջը տեսնել դժբախտ Արմոյի կողքին։
Վռամը շատ լավ գիտի, որ Արմոն այն չէ, ինչ ներկայանում է, բայց Արմոն այս պահին ունի ծանր խաղաքարտեր, որոնք կարող է օգտագործել իր ընտանիքի դեմ ցանկացած պահին։ Հավանաբար Սաքոն հենց այդ պատճառով էլ նրան պահում է իր կողքին, բայց դա երկար տևել չի կարող և օրերից մի օր պայթելու է։ Իսկ այդ պայթյունի ընթացքում տուժելու են ոչ միայն մեղավորները, այլ անմեղ մարդիկ։ Սաքոն շատ լավ հասկանում է, որ օրերից մի օր Արմոն իր խաղաքարտերն օգտագործելու է հենց իր դեմ։ Այդ պատճառով նա որոշել է Արմոյին պահել աչքի առաջ, ամուսնացնել Նարեի հետ, որպեսզի նա չհամարձակվի Սաքոյին մեղադրել։ Բայց Արմոն այն մարդկանցից չէ, ով ունի սկզբունքներ։ Նա օրերից մի օր, միևնույն է, Սաքոյին ու նրա ընտանիքին դնելու է ընտրության առաջ և շատ շուտով, իհարկե, եթե ողջ մնա։ Հեռուստասերիալում իրադարձություններն իսկապես լարված են ու հետաքրքիր։